մենք մոտենում ենք ընտրությունների, մարդիկ նայում են, տեսնում են, պետք է դիտարկեն քաղաքական ուժերին, պետք է դիտարկեն իրենց ծրագրերը, պետք է դիտարկեն թեկնածուներին։ Հիմա կամ էլ անհանգստություն։ Հիմա քաղաքացիական պայմանագիրը ներկայացնում է իր տեսլական ապագայի վերաբերյալ ընդդիմադիր ուժերը իրենց։ Ես որպես քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչ պնդում եմ, որ Քոչարյանի եւ երկու օլիգարխների ընտրությունը եւ իշխանության գալը նշանակում է կոռուպցիայի վերադարձ, նշանակում է խաղաղության, այսպես ասենք, առնվազն մեծագույն ռիսկի տակ լինել։ Ինչու եմ ես նաև պնդում, որ Գյումրիի երկրորդ սցենարը վատ սցենար է։ Օրինակ ես տեսել եմ քաղաքական գործիչներ, լրագրողներ, խմբագիրներ, ասենց իրանց միամիտ տեղ դրած ասում են, բայց ինչ վատ բան կա Գյումրիի երկրորդ սցենարի մեջ։ Դե առնվազն մի հատ վատ բան կա, չէ՞ որ ընտրված քաղաքապետը կաշառակերության մեղադրանքով։ Ես շատ անհանգիստ եմ, երբ որ քաղաքապետերը կաշառակերության մեղադրանքով ձերբակալվում են։ Ես ընդհանրապես մի վարքյան էլի, ներողություն էլի, մի վարքյան։ Ես շատ անհանգստացած եմ, երբ որ քաղաքական գործիչներ, պաշտոնյաներ ձերբակալվում են կաշառակերության մեղադրանքով, որովհետև ես կարծում եմ, որ կաշառակերությունը վատ բան է։ Դրա համար լավ կլիներ, որ բոլոր նրանք, ովքեր ասում են, բայց ինչ վատ բան կա, հասկանան, որ վատ բանը կաշառակերությունն է։ Բացի դրանից, բայց ես խնդիր չունեմ ընդդիմությունը, եթե կարողանա, թող միավորվի, ինձ ինչ դրանից։ Պարոն Ռուբինյան, Էջմիածնի քաղաքապետը կաշառքի համար հիմա դատվում է։ Մենք կենտրոնացել ենք նրա վրա, որ Քոչարյանն երկու օլիգարխները չպիտի գան իշխանության, որպեսզի մեր երկիրը չվերածեն թալանի բույնի, ինչ կա ստեղ չհասկանալի։ Ձեր թիմակիցը հիմա կաշառքի համար հակակոռուպցիոն Դիանա Գասպարյանի։ Հիմա մարդիկ ասեն, որ քաղաքացիական պայմանագիրն էլ հանցանք կանի, եթե իշխանության գա։ Այսինքն նույն կոռուպցիոն գործերով ինքն է։ Լսեք, երբ որ քաղաքացիական պայմանագրի որևէ անդամ, չգիտեմ, կասկածում է կամ հետապնդվում է կոռուպցիայի համար, դա վկայում է նրա մասին, որ կրկին քաղաքացիական պայմանագիրը ստեղ մի վարքյան, հա, մենք երբեք էլ չենք, մեր իշխանության օրոք, մեր իշխանության ներկայացուցիչ նախարարը ձերբակալվել, մի վարքյան, նախարարը ձերբակալվել, դատապարտվել, այլ նախարարներ քրեական հետապնդման տակ են, փոխնախարարը ձերբակալվել, քաղաքաշինության կոմիտեի նախագահը ձերբակալվել, պատգամավոր կա, որի խոսքը արդեն նախկին ներկայացուցիչի մասին է։